Որովհետև դե Չարենցը հիմա վերջապես հեղափոխական է, չէ՞, գնանք ջարդենք, ուրեմն հեղափոխություն անենք, նոր ապագա ստեղծենք, կարմիր ապագա եւ այլն։ Ինքը սարսափելի նախասիրություններ ուներ, հիմնականում ռաբիս էր լսում։ Գրականությունը ինչքանով է ժամանակ ստեղծում ու ինչքանով է ժամանակը գրականություն ստեղծում։ Երևի ավելի ճիշտ կլինի խոսել ոչ թե Չարենցի ժամանակի մասին, այլ հայկական ժամանակի մասին։ Չարենցը ահա կառուցում է մի այսպիսի ընթացք, իշարժում, որը սկզբունքորեն շատ քիչ է հանդիպում հայ ժողովրդի մոտ, ասեմ անկեղծ։ Չարենցը անընդհատ ինքը փորձում է ինքն իրեն հաղթահարել, գնալ առաջ, մի բան ջարդել, կոտրել, բայց անպայման գնալ առաջ։ Այդ հայկական ֆենոմենը, թե ոնց ընդհանրապես համաշխարհային փիլիսոփայության մեջ տարածված բան է։ Այսինքն, երբ որ ես մտածում եմ այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում մեր հասարակությունը, մեր սոցիոլոգիական հետազոտությունները ինձ ոչինչ չեն ասում։ Որովհետև ես կարդում եմ Հրանտ Մաթևոսյանին, երբ որ ես կարդում եմ Արմեն Շեկոյանին, նրանք մեր հասարակության մասին ինձ շատ ավելի շատ բան են ասում, քան թե մեր սոցիոլոգները։ Մաթևոսյանը շատ ծանր քաշ է։ Բացարձակ Մահապետի ծանր, sense ոնց ասեմ, ջաղաճ քարի պես է, էլի, sense նավհասած, շատ ծանր։ Եվ պատահական չի այդ Չարենցի վերջին տարիների այդ բոլոր այդ էքսեսները։ Էլ ուրեմն թմրամոլություն, էլ չգիտեմ մանկապղծություն, ես ինչ գիտեմ, այսպես ստաբիլ վավաշոտություն, եւ այլ, ասի այդ բոլոր բաները գալիս են նրանից, որ պայթում է հասարակությունը, այսինքն հասարակության մեջ դու տեղը չես գտնում։ Մաթևոսյանը ինքը խնդիր ուներ համակարգի հետ։ Ինքը պեսիմիստ չի։ Հրանտը, հա, անհույս պեսիմիստ է երևի նույնիսկ, տենց։ Ինքը ուղղակի ֆիքսում է ինչ որ կա։ Չարենցն էլ է ֆիքսում ինչ որ կա, Թումանյանն էլ է ֆիքսում ինչ որ կա, Շիրվանզադեն էլ էր ֆիքսում ինչ որ կա, նույն Շեկոյանն էլ է ֆիքսում ինչ որ կա։ Շեկոյանը ոնց որ սիրի, ոնց որ ինքն է մեջը լինի դրա։ Իսկ Հրանտը փորձում է Հրանտի մոտ այդ անհուսությունը կա։ Ապրել, այնպես ապրել։ Դուք գումես քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։ Ողջունում ենք մեր սիրելի լսողներին, դիտողներին, հետևողներին, մեր սիրելի հյուրերին։ Շարունակում ենք Չարքաստի ծննդյան օրը։ Չարքաստի ծննդյան օրվա երկրորդ հյուրը փիլիսոփա Աշոտ Ոսկանյանն է։ Փիլիսոփա գրականագետ կարող ենք կոչել, թե չէ, փիլիսոփա Աշոտ Ոսկանյանն է։ Երբ որ քննարկում ենք պարոն Ոսկանյանի թեման, ուղղությունները, զարգացումները, մենք առաջարկում ենք խոսել Չարենցի ժամանակից, պարոն Ոսկանյանը առաջարկեց մի քանի ժամանակներ ներառել, Չարենցի ժամանակը դիտարկելով այդ մի քանի ժամանակների ոնց որ շարունակություն, այդ մի քանի ժամանակների ծիրում ու սենց մի հարց կտամ, ոնց որ փիլիսոփական հարցով կսկսենք էլի, գրականությունը ինչքանով է ժամանակ ստեղծում ու ինչքանով է ժամանակը գրականություն ստեղծում։ Բարդ հարցեր է տալի։ Նախ եւ առաջ ես ուզում եմ շնորհավորել ձեր տարեդարձը, որտեղ իսկապես հաճույքով լսում եմ, սուտ կլինի, որ ասեմ ամեն ինչ լսել եմ, ամեն ինչ չեմ լսել, բայց ինչ որ բաներ լսել եմ եւ նույնիսկ իմ աշխատանքների մեջ հղում եմ կատարել։ Ինչ որ չեմ լսում, այնտեղ պահում եմ, ասում եմ լավ, մի օր կլսեմ, չգիտեմ կլսեմ թե չէ, բայց շատ լավ աշխատանք է եւ ես ուրախ եմ, որ հիմա դուք հասել եք որոշակի հանգրվանի։ Ինչ վերաբերում է մեր այսօրվա հանդիպմանը, այո, ինձ առաջարկվեց Չարենցի ժամանակը, նկատի ունենալով, որ Չարենցի ժամանակը դեմես գիրքը ես գրել եմ հենց այդ վերնագրի տակ, բայց դե դա եղել է 17 թվին, ժամանակը շատ արագ է գնում, եւ ես մտածեցի, որ դա երևի այսօր մի քիչ արդեն գուցե ժամանակավրեպ լինի։ Գնացի տուն, սկսեցի մտածել, թե Չարենցի ժամանակն ինչով կարող ենք փոխարինել եւ նկատի ունենալով, որ ես վերջին տարիներս զբաղվում եմ մի քիչ էլի, այ գրականության մասին հիմա կասեմ, մի քիչ ուրիշ գրողներով, մասնավորապես Հրանտ Մաթևոսյանը, որով շատ երկար եմ զբաղվել, դրանից հետո անցել եմ Հրանտի շարունակություններին, իդեմս Լևոն Խեչոյանի, իդեմս Արմեն Շեկոյանի, հիմա Վանոյով եմ զբաղվում եւ այլն, եւ ես հասկացա, որ երևի այդ ամբողջը, եթե մենք այսպես հարաբերության մեջ դնենք, երևի ավելի ճիշտ կլինի խոսել ոչ թե Չարենցի ժամանակի մասին, այլ հայկական ժամանակի մասին։ Ոչ միայն Արմեն Շեկոյանի իմաստով, այլ ընդհանրապես հայկական ժամանակի մասին, թե մենք հայերս ժամանակի ինչ ընկալում ունենք եւ ինչպես ենք մենք մեր կյանքը դասավորում։ Ինչ վերաբերում է գրականությանը, տես գրականության եւ ժամանակի մասին ես չեմ ուզի խոսել, բայց ես ուրիշ բան կա, որ շատ կարեւոր եմ համարում, այդ հարցը որ տվեցի, շատ լավ հարց տվեցի, հիմա դու գրականագետ ես թե չէ։ Ես պնդում եմ, որ չէ։ Ինչու՞։ Որովհետեւ որպես փիլիսոփա ես եկել եմ այն համոզման ու վաղուց արդեն, որ փիլիսոփայությունը չի կարող կառուցվել հենց այնպես, դատողությունների, տրամաբանական ինչ-որ մտքերի եւ այլնի ուրեմն հողի վրա, այլ փիլիսոփայությունը պետք է ունենա անպայման ինչ-որ հենարան։ Այսինքն դու ինչ-որ նյութ ես վերցնում,
այդ նյութը հետազոտում ես եւ երբ որ փիլիսոփայական ինչ որ դրույթ ես ասում, որպեսզի այդ դրույթը օդում չկախվի, ասում ես այ տես սա է, ես ձեզ ցույց տվեցի, այ սա է, այն միտքը, որ ես ուզում էի ձեզ տալ։ Ուրեմն ինձ համար գրականությունը այդ նյութն է։ Այդ նյութն է եւ դրա համար երբ որ ես Չարենցի մասին որ գրում էի, այդ ժամանակ էլ ուրեմն միտքս էր, որ ես փիլիսոփայական գիրք եմ գրում։ Չարենցը օգնում է այդ փիլիսոփայական գաղափարները արտահայտել։ Դրանից հետո սկսեց օգնել Հրանտ Մաթևոսյանը, հետո մնացած բոլոր այն հեղինակները, որոնց մասին ես խոսեցի, դրա համար ես ուզում եմ զգուշացնել, որ մի կողմից մենք ունենք գրականության հետ կապված ուրեմն քննարկում, բայց այդ գրականությունը միշտ կարելի է դիտել նաև փիլիսոփայական տեսակետից, որը ես փորձում եմ անել, այդքան բան։ Արոն Ոսկանյան մի հարց էլ այդ ձեր պատասխանից ծագեց, իսկ այդ հայկական բանը ավելի շատ որ հենց գրականությունն է որպես նյութ վերծվում ձեր ստեղծագործությունները ձեր փիլիսոփայական աշխատությունները գրելու համար այդ հայկական ֆենոմենը թե ոնց ընդհանրապես համաշխարհային փիլիսոփայության մեջ տարածված բան է։ Դե շատ հետաքրքիր հարց է դա, իսկապես հետաքրքիր հարց է, ինչու, որովհետև կան ժողովուրդներ, որոնց համար փիլիսոփայությունը շատ ինքնուրույն բնագավառ է։ Իրենք, ասենք, օրինակ այդ նույն գերմանացիները ունեն փիլիսոփայություն, որը հենց փիլիսոփայություն է։ Բայց օրինակի համար ասենք կան ժողովուրդներ, որոնք որ գերադասում են իրենց գաղափարները կամ կարողանում են իրենց գաղափարները արտահայտել օրինակ գեղարվեստական ձևով։ Ասենք հայտնի է, որ Ռուսաստանում մի մեծ, այսպես հեղինակ, մի վեպ է գրում, գաղափարները արտահայտում, իսկ այն մյուսը իրեն պատասխանում է վեպով։ Վեպերով վիճում են։ Վեպը իրենց համար գաղափարական այն ուրեմն ձևն է, որով իրենք դա արտահայտում են։ Հիմա իսպանացիները այդպիսի խոշոր փիլիսոփայություն չեն ստեղծել, չնայած ունեն իհարկե մեծ փիլիսոփաներ, բայց ասենք Դոն Կիխոտն են գրել։ Իրանք էլ տենց են փիլիսոփայում։ Ֆրանսիացիները օրինակ ասենք նույն Սարտրը կամ Կամյուն, իրենք որպես իրենց գաղափարները արտահայտեն, հա, ինչ որ փիլիսոփայական բաներ գրում են, բայց նախ եւ առաջ գրում են գեղարվեստական ստեղծագործություններ։ Այսինքն սա մի ձև է, որը շատերին հատուկ է։ Ինչու ես համարում եմ, որ փիլիսոփայությունը պիտի արտահայտեմ գրական ձևերով, այստեղ իհարկե մի քիչ բացասական ֆոն կա, դա այն է, որ ես չեմ հավատում մեր սոցիոլոգիային։ Այսինքն, երբ որ ես մտածում եմ այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում մեր հասարակությունը, մեր սոցիոլոգիական հետազոտությունները ինձ ոչինչ չեն ասում։ Երկու պատճառով։ Առաջինը, որ հասկանալի է, որ լավ սոցիոլոգիական հետազոտություն անելու համար պետք է վճարել խոշոր գումարներ, իսկ ինչպես մեր սիրելի ռուս բարեկամներն են ասում, кто девушку обедает, тот ее и танцует, այսինքն որ փողը տալիս են, այլ ստանում է արդյունքը, եւ երկրորդ այնպեսի տափակ հարցեր են տալիս, որ այդ տափակ հարցերին կարելի է տալ միայն տափակ պատասխաններ։ Դրա համար ինձ թվում է, որովհետև ես կարդում եմ Հրանտ Մաթևոսյանին, երբ որ ես կարդում եմ Արմեն Շեկոյանին, նրանք մեր հասարակության մասին ինձ շատ ավելի շատ բան են ասում, քան թե մեր սոցիոլոգները։ Դրա համար գերադասում եմ դրանցով զբաղվել։ Իսկ այդ ինչ սկզբունքով եք իրանց համարում հայկական ժամանակի շարունակությունները, էլի օրինակ տենց ի վերջո ինչ որ թել եք բռնել այդ ներվը տանում եք, թե ոճն է, ինչ որ ոճային նմանություններ կա, միգուցե խոսքի նմանություն կա, թեմատիկան, որին անդրադառնում են, այսինքն որովհետև իհարկե եթե սիրում եք այդ գրականությունը, կարդացել եք այդ գրականությունը, ինչ որ նմանություններ կան, բայց իրանք նաև ոճային առումով են, էլի, տենց շատ, այսինքն մեկը ինչ որ Նահապետի դիրքից շատ օրինակ բանը, այդ Մաթևոսյանը շատ ծանր քաշ է։ Բացարձակ Նահապետի դիրքից։ Ծանր, սենց ոնց ասեմ, ջաղաչ քարի պես է, էլի, սենց նավասած, շատ ծանր, տեղ-տեղ հատկապես, սենց զգում ես, որ սենց հետո որ հարցազրույցները բանում ես, զգում ես, որ էլի, բայց օրինակ Շեկոյանը ոնց որ այդ առումով բանի Մաթևոսյանի հակապատկերը լինի, թեթևության իմաստով, այդ առնվազն գոնե թեթև դիրքավորվելու իմաստով, որովհետև էլի թեմաներ կան, որ տենց զգում ես էլի խորությունը, բայց իրանք ոնց որ տենց գոնե Շեկոյանը երբ որ ասում է ես փորձում եմ իմ գրավոր խոսքը հասցնեմ բանավոր խոսքից, ու զուգահեռ դու նայում ես Մաթևոսյանին, որը փնտրում է ճշգրիտ բառեր, ճշգրիտ ճշմարիտ պատմությունների համար, իրանք ոնց որ հակասության մեջ են։ Բանոն իհարկե ոնց որ մի քիչ երկուսի արանքում լինի, բայց ուզում հասնեմ ձեզ այդ ոնց որ պլեադան, հա, որ փորձել եք կապեք, ի՞նչն է իրանց համար։ Չէ, հակառակ, տես ես կարծում եմ, այստեղ հակառակը կա, ես չեմ փորձել այդ բոլորին դիտարկել հայկական ժամանակի առումով։ Այդ մարդկանցից զբաղվել եմ բոլորովին այլ կերպ։ Հետո եմ հասկացել, որ այդ բոլորը հայկական ժամանակի տարբեր դրսևորումներ են։ Տես, եթե մենք սկսենք Չարենցից։
Չարենցի վերաբերյալ իմ հարցադրումը շատ պարզ էր։ Երբ որ ես ասում եմ Չարենցի ժամանակը, իսկ գիրքը կոչվում է Չարենցի ժամանակը, ես նկատի չունեմ, որ նկարագրել են ժամանակը, որտեղ Չարենցը ապրել է։ Դա իմ խնդրեմը չի։ Ես Չարենցին դիտարկում եմ որպես մեկը, որը անընդհատ փորձում է ինքը իրեն հաղթահարել եւ առաջ գնալ։ Ինձ համար գաղափարը դա է եղել։ Չարենցը անընդհատ ինքը փորձում է ինքն իրեն հաղթահարել, գնալ առաջ, մի բան ջարդել, կոտրել, բայց անպայման գնալ առաջ։ Հիմա իր ժամանակը նրանում է հենց դրսևորվում, որ նա անընդհատ փորձում է այդ առաջընթացը ապահովել։ Ընդ որում Չարենցը ինձ համար ինչով է շատ կարևոր, որ նա փորձում է մերժել, ջարդել, հրաժարվել այն բաները, որոնք իր համար շատ հարազատ են։ Ամենակարևորն են։ Ինչ է ուզում ինձանից, չէ, այսինքն անընդհատ ինքը մերժում է այն, ինչ որ պիտի ոնց որ թե իր համար շատ կարևոր պիտի լիներ, բայց որ տեսնում է չի աշխատում, ինքը գերադասում է ջարդել եւ գնալ առաջ։ Այս իմաստով Չարենցը ահա կառուցում է մի այսպիսի ընթացք, մի շարժում, որը սկզբունքորեն շատ քիչ է հանդիպում հայ ժողովրդի մոտ, ասեմ անկեղծ։ Օրինակի համար ես մտածում եմ նույնիսկ այնպիսի մեծ, ասենք թե մեզ համար ամենամեծ հանճարներից մեկը Նարեկացին, երբ որ ես Նարեկացու առանձին այդ հատվածները որ նայում եմ, ես չեմ տեսնում այստեղ առաջընթաց։ Այսինքն որից հետո ասես կասվի։ Ամեն մեկը հա շատ լավ է, բայց այդ մեկը մյուսին չի առաջ տանում։ Հա, ստրուկտուրա կա, բայց ստրուկտուրան պարզապես կառուցված է Աստվածաշնչի ձևով։ Իսկ Չարենցը անընդհատ առաջ է գնում։ Չարենցը իրեն կոտորելով առաջ է գնում։ Եվ այստեղ ինձ համար շատ հետաքրքիր էր մի բան կա, ուրեմն երաշտագետ կար Ադամյան, Հարշակ Ադամյանը, որը մի հետաքրքիր հոդված ունի գրած Բեթհովենը եւ երաշտությունը եւ հեղափոխությունը։ Եվ ինքը այնտեղ գրում է, ասում է, դե որպես երաշտագետ է խնդրին մոտենում, ասում է, հարց առաջանում, ինչի են համարում, որ Բեթհովենը հեղափոխական տղա էր։ Եթե խոսքը նրա մասին է, որ ինքը հեղափոխությունների է մասնակցել, ոչ մի հատ հեղափոխության ինքը չի մասնակցել։ Վագները գնում էր այնտեղ ինչ որ դրոշակեր քաշ տալի բան, բայց ինքը չէ։ Եթե խոսքը նրա մասին է, ում հետ է ընկերություն արել, այդ ընկերությունն արել է ազնվականների հետ, կոմսերի հետ եւ այլն, դա ի՞նչն է նրա հեղափոխական, էլի։ Եթե նոր ձևեր է ստեղծել, տանդեր դա էլ չի ստեղծել։ Հայդնը շատ ավելի ձևեր է ստեղծել, քան թե Բեթհովենը։ Ինչու Բեթհովենը դարավ հեղափոխական։ Եվ մի շատ հետաքրքիր բան է ուրեմն առաջադրում, ասում է, եթե մենք վերցնենք ուրեմն այդ սիմֆոնիկ ձևերը, այնտեղ կա սոնատային ալեգրոն, այսինքն հիմնական ձևը, որով որ սիմֆոնիան զարգանում է, չէ՞։ Այդ սոնատային ալեգրոն սկսում է մի 1-2 թեմայից, հետո թեմաները դնում են զարգացվում են, մշակվում են, անգլերեն ասում են development, ռուսերեն ավելի ասում են разработка, չէ՞։ Ուրեմն զարգացվում է թեման, հետո վերջում դառնում է ուրիշ բան։ Ուրեմն ասում է Բեթհովենը առաջինն էր, որ մի բանից է սկսում, վերջում դառնում է բոլորովին ուրիշ բան։ Այսինքն նա կարողանում է այդ թեման այնպես զարգացնել, որ նա որակապես փոխվում է։ Ի տարբերություն օրինակ, այդ օրինակը ինքն է վերում, ես չգիտեմ որպես երաժշտագետ գուցե սխալ է ասում, ի տարբերություն ասում է Շոպենի։ Շոպենը, որովհետև ասենք գրում է հեղափոխական էտյուդ, հեղափոխական էտյուդ է, չէ՞, բայց երաժշտական ֆորմայի տեսակետից այդ մարդը անընդհատ իրան կոտորում է, վերջում պարզվում որ ինքը նույն տեղում է, որտեղից որ սկսել է։ Իսկ Բեթհովենը գնաց առաջ։ Ահա ուրեմն այս մշակումը, այս մշակման հնարավորությունը ուրեմն Չարենցը ունի, Չարենցը անընդհատ գնում է առաջ, ջարդելով, կոտորելով գնում է առաջ։ Դրա համար ես այնտեղ ունեմ մի գլուխ իմ գրքում, որը կոչվում է Չարենցը որպես երաժշտություն, եւ դա նկատի չունեմ իր նախասիրությունները երաժշտական, որտեղ ինքը սարսափելի նախասիրություններ ուներ, հիմնականում ռաբիս էր լսում, այլ հենց ինքը որպես երաժշտություն, որտեղ ինքը իր գործողությունների ստրուկտուրան երաժշտական, այդ անընդհատ ինքնահաղթարման մեջ այդ թեման տանելն է, բայց նա այնտեղ ունի երկու թեմա։ Մեկը դա անընդհատ զարգացումն է, առաջ գնալն է, որովհետև դե Չարենցը հիմա վերջապես հեղափոխական է, չէ՞, գնանք ջարդենք, ուրեմն հեղափոխություն անենք, նոր ապագա ստեղծենք, կարմիր ապագա եւ այլն, բայց մյուս կողմից էլ Չարենցի մոտ տանջալից կա մյուս մոմենտը։ Այն հինը իրեն բաց չի թողնում։ Հասկանալի է, որովհետև ամենահարազատն է։ Եվ այդ հինը արդեն եթե մենք երաժշտական ձևի տեսակետից ենք նայում, սա մի ուրիշ բան է։ Մենք գիտենք բոլորս, որ Վագների մոտ կա այսպես կոչեցյալ բանը, ուրեմն լայթ մոտիվների սկզբունքը, այսինքն մի հատ փոքրիկ մեղեդական հատված է երաժշտական, որը կապվում է ինչ-որ մի թեմայի հետ, կամ մարդու հետ, կամ ինչ-որ մի գաղափարի հետ, հենց որ օպերայում այդ մարդը հայտնվում է, կամ այդ գաղափարի մասին խոսվում է, այդ թեման առաջ է գալիս, հետո նորից գորում կորչում է։ Ուրեմն երկու բան կա, մեկը անընդհատ զարգացումն է, մեկն էլ անընդհատ վերադարձը եւ շրջապտույտը։
Հիմա Չարենցի մոտ երկուսն էլ կա։ Մի կողմից նա անընդհատ ուզում է գնալ հեղափոխական ձևով առաջ, մյուս կողմից էլ մենք բոլորս հիշում ենք իր ամենա այսպես գեղեցիկ գործերից մեկը, որտեղ որ նկարագրվում է Շամիրամը ինչպես է եկել սովետական Հայաստան, եւ ուրեմն ասում է Շամիրամին բացատրեք, որ ինքը խնդրեմ չունի, որտեղ ժամանակակից երիտասարդները շատ այսպես աչքաբաց երիտասարդներ են, ում հետ ուզում է կապվի, ում հետ ուզում է քնի, եթե նարան չի էլի, որ իրան կոտորի, թե Ինչ արա ուզես կգտնես։ Այլի թե չեմ դավաճանի իմ նվարտին, դες բան չկա։ Թվում է բավական պարզունակ բանաստեղծություն է, բայց մեկ էլ հանկարծ, բայց կլինի մի գիշեր։ Եվ հմայքով նայրան, նորից քո դեմ կելնի, մանկաշպիտ քո արան, այսինքն մեկ էլ հանկարծ շրջվում է, մենք նորից գնում ենք այդ միֆոլոգիական զգացողության մեջ, նա կմեռնի որպես զոհ, բայց չես հաղթի դու նրան, դառն է խորհուրդը սիրո, շամշոտաշուրթ Շամիրամ։ Նորից մարդը վերադառնում է դիցաբանական աշխարհ, որտեղ դա կա։ Ինչ ուզում ես քեզ կոտորի, ասա ես առաջադեմ եմ, այդ ինձ բոլորը պետք չի, ես արդեն պատմական Հայաստանի ես կարիք չունեմ դրա, մեկ էլ հանկարծ տեսնում ես այդ բոլորը վերադառնում է եւ նա անընդհատ այդ երկուսի մեջ մտածվում է։ Այսինքն, երբ որ ես խոսում էի ժամանակի մասին, Չարենցի ժամանակի մասին, այդ ինքնահաղթարման ճիգը նկատի ունեի, բայց այսպես հավեսով այդ բաները գրում եմ, բայց հայտնվում է իմ ուրեմն լավ ծանոթուհիներից մեկը, Տիկին Դվոյանը, եւ ինձ ասում է, բայց դու գիտես, չէ՞ որ մեծ շատ սխալ բան ես անում։ Ինչ եմ սխալ բան անում։ Ասում է, որ այդ լավը, որ դու տենց անընդհատ հաղթահարելով Չարենցը առաջ է գնում։ Բայց եթե դու առաջ ես գնում անընդհատ հաղթահարելով այդ բաները, ուրեմն պետք է դու իրականությունը կարողանաս փոխել։ Ինքդ քեզ հաղթահարելը քիչ է։ Դու պետք է նաև իրականությունը հաղթահարես։ Եվ եթե իրականությունը չես հաղթահարում, ապա դուրս է գալիս, որ դու առաջ ընկար, գնացիր, վազեցիր առաջ, բայց հայտնվեցիր անապատում։ Դա միշտ չի որ քեզանից է կախված։ Դա կախված է նաև հասարակությունից, Եթե շարունակեմ ձեզ, Մաթևոսյանը ինքը խնդիր ուներ համակարգի հետ։ Մենք ենք մեր սարերում առնվազն շատ վառերևում այդ խնդիրը, համակարգը հաղթահարելու, բայց իր գլխավոր հերոսներից մեկը, երբ որ համակարգի հետ խնդիր ունենում, յուրովի է հաղթարում գալով քաղաք, Պավլեն, մենակ նստած տունը մածուն ուտելով, ասում է ինչ են անում գյուղում, չէ՞, այսինքն մի ուրիշ, այսինքն այդ հայկական ժամանակի մեկ այլ փորձառությունն է, երբ որ դու փորձում ես ոնց որ դուրս գաս գոնեց համակարգից, չես կամ ջարդես, բայց դուրս գաս, բայց մեկը աշկտելի կարոտա այդ համակարգին, որովհետև ամեն անգամ ասում է հյուրերի հետ, ովքեր գալիս էին տուն, հարցնում են ընդեղ ինչ են անում, ով ում հետ ոնց ինչ կերավ, ինչ արեց, չէ՞։ Մի տարբերություն էլ է դա, այսինքն այդ միգուցե եւ ջարդես դուրս գաս համակարգից կամ փորձես փոխես, բայց մնաս մենակ։ Դու շատ լավ ասեցիր, որ Հրանտի մասին խոսեցիր, որովհետև հենց կակրած այստեղ ուզում էի թռչել դեպի Հրանտը, որովհետև երբ որ դու տեսնում ես, որ համակարգը չկա, համակարգը քայքայված է, դու չես փոխել, դու կանգնում ես իսկապես մի այսպես տուպիկի առաջ, եւ պատահական չի այդ Չարենցի վերջին տարիների այդ բոլոր այդ էքսեսները։ Էլ ուրեմն թմրամոլություն, էլ չգիտեմ մանկապղծություն, ես ինչ գիտեմ, այսպես ստաբիլ վավաշոտություն, եւ այլ, այսինքն այդ բոլոր բաները գալիս են նրանից, որ պայթում է հասարակությունը, այսինքն հասարակության մեջ դու տեղը չես գտնում։ Հիմա այդ դեպքում հարցի առաջանում, բայց այդ հասարակության հետ ինչ անես, ուստեղ գալիս են Հրանտին։ Ինչ անում Հրանտը։ Այնպես չի, ես համաձայն չեմ, որ Հրանտը համակարգի հետ խնդրեմ ուներ։ Հրանտը համակարգի հետ խնդրեմ չուներ։ Հրանտի համար այս գիտեք, այսպես կեղծ ձևով մենք ամեն ինչ ուզում ենք ներկայացնենք, որ սովետական միությունը մեզ խանգարում էր եւ այլն։ Հրանտը սովետական գրող էր։ Հրանտը բազմաթիվ անգամներ Հրանտի մասին 135 էջ գրել եմ, ոնց լինի այդ կարդացել եմ էլի այդ բոլոր բաները։ Հրանտը անընդհատ նշում է իր համար ինչքան կարևոր է եղել կայսերական այդ ամբողջականությանը պատկանալը։ Այն, որ ինքը ապրում է կայսրությունում, ինքը կայսրության մասն է, կայսրությունը իրեն տալիս է աշխարհի այնպիսի ընկալում, որ ինքը երբեք չէր ունենա որպես փոքրիկ ազգի ներկայացուցիչ, եւ կայսրությունը իր համար շատ կարևոր է եղել։ Այսինքն ինքը այո, հասկանալի է, որ տեսնում է հազարը մի թերություններ, բայց իր համար համակարգի խնդրեմ չի եղել։ Իր համար եղել է հենց իր այդ ուրեմն գյուղի խնդրեմը եւ գյուղի դեգրադացիայի խնդրեմը։ Գյուղի դեգրադացիան սկզբից դիտարկելիս են եղել, որ քաղաքն եկավ, գյուղը կերավ։ Այդ առաջի բոլորի համար հայտնի բանն է։ Մանավանդ մենք գիտենք, որ Հրանտի եւ Վարդգես Պետրոսյանի այդ անընդհատ բանավեճը, որ Վարդգես Պետրոսյանն ասում է քաղաք պետք է գրես, նա ասում է չես գյուղ եմ գրում, բայց Հրանտի մոտ այդ ամենը ստանում է բոլորովին այլ, բոլորովին այսպես տարբեր մի երանգ, որովհետեւ Հրանտը նկատում է այդ գյուղի այնպիսի մի քայքայում, որը կապված չի բացառապես միայն նրանով, որ սովետական միությունն է դա արել։ Այո, սովետական միությունը արել է այն իմաստով, որ սովետական միությունը ցանկացել է գյուղի ավանդական դրվածքը փոխել
Եվ բնականաբար այդ ավանդական դրվածքը իր համար շատ ափսոս է։ Այդ ավանդական դրվածքը սիրում է։ Նա ուզում է, որ այդ դրվածքը մնա։ Հասկանալի է, որ դա մնալ չէր կարող։ Բայց խնդրեմը դա չի միայն։ Խնդրեմն այն է, որ այդ ավանդական դրվածքը վերևից փոխելու պարագաներում ոչ մի ուրիշ դրվածք չի առաջանում։ Այսինքն առաջանում է մի հատ այսպես շատ վակուում էլ չի, գիտես, այստեղ մի շատ հետաքրքիր բան է, որը Հրանտին եթե թողնենք, մենք միշտ դրա մեջ ենք։ Գալիս է ժամանակակից գործիքներ ասենք, էլի, այսինքն հնարավորություններ, ժամանակակից գործիքներ, եւ չզարգացած մեկը, ասենք նախամոդեռն մեկը, վերցնում է այդ գործիքները եւ իր հասկացածի չափով սկսում է այդ գործիքների միջոցով քայքայել իր իսկ աշխարհը։ Այնպես ինչպես կներեք հիմա այսպես չհամարեք քաղաքական հարցադրում, բայց օրինակի համար հիմա մենք տեսնում ենք, դա չէ Երևանում։ Ինչու մենք Երևանում ապրել այլևս ի վիճակի չենք։ Ես օրինակ ի վիճակի չեմ։ Որովհետև մենք տեսնում ենք, որ ամեն աստծո ուրեմն կառուցվում է, չգիտեմ, քանի հատ մի ահռելի շենք, որոնք ոչ միայն էլեկտրականություն չունեն, լույս բան չունեն, ջուր չունեն եւ այլն, ճանապարհ չունեն, կողի չունեն, ոչ մի բան չունեն։ Հիմա, բայց այդ մարդիկ անընդհատ կառուցում են։ Ինչ է։ Ձեռները ընկել է ժամանակակից միջոցներ, բայց ինձ մտածողությունը նախնադարյան է։ Ես դա միշտ բան եմ անում, համեմատում եմ ուրեմն Golding-ի այդ հայտնի վեպը կա, ճանճերի տիրակալը, չէ՞, որ երեխաներին գցում են մի կղզի եւ իրանք սկսում են ամեն ինչ քարոքան դնել։ Տպավորությունը սա է, որ մենք երեխաներով ընկել ենք մի կղզի եւ ամեն ինչ մեր շրջապատում քարոքան ենք անում։ Ուրեմն Հրանտը դիտարկում է այդ քայքայվող իրականությունը։ Եվ այստեղ է, որ ես, երբ որ Հրանտի մասին սկսեցի գրել, ես դա սկզբից մի հատ պատմվածք էի գրում, հոդված էի գրում, հետո դարավ գիրք։ Հետո մի պահ հանկարծ հասկացա, որ ախր ես գիրքը Հրանտի մասին չեմ գրում։ Ես գիրքը գրում եմ բարեխառնության մասին։ Այդ դեպքում ես պետք է բացատրեմ, թե ինչ բան է բարեխառնությունը։ Բարեխառնությունը ես այդ տերմինը վերցրել եմ Հակոբ Օշականից։ Օշականը բարեխառնություն ասելով նկատի ունի ոչ թե բարի կամ չար, ինքը նկատի ունի բարքերի խառնուրդ։ Բարքերի խառնուրդ, այնց հայերեն ասած դվիժենի։ Մարդիկ շարժման մեջ են։ Բարեխառնություն է։ Օրենք չկա, կարգ չկա, կանոն չկա, մարդիկ իրենց համար շարժման մեջ։ Օջախի բարքեր էլի։ Դու քո այդ օջախապետությունը շատ տեղին է տվյալ պարագայում, ուրեմն իրենք շարժվում են ինչ որ սովորություններով, հիշողություններով, տրադիցիաներով, ինչ որ պրակտիկաներով, որոնք առաջ եղել են, եւ այդ շարժը անընդհատ գնում է։ Եթե գիտական լեզվով խոսենք, մենք ասում ենք ժողովուրդներ, որոնք այդ բաների մասին գիտական տերմինաբանություն ունեն, գերմանացիք դա անվանում են Sittlichkeit։ Sittlichkeit։ Կա Sitten։ Sitten-ը հեշտ թարգմանում է, Sitten նշանակում է բարքեր։ Ռուսերեն կասեն նրավի։ Sitten։ Բայց եթե Sitten ասում ես նրավի, դա դեռ չի նշանակում, որ եթե ասես նրավственность կդառնա Sittlichkeit-ը։ Կամ բարոյականությունը Sittlichkeit-ը չի։ Sittlichkeit-ը դա այդ շարժումն է, այսինքն ոչ թե բարքերի, այլ բարքերի շարժման այդ մարդկանց, այդ մարդիկ իրանք են շարժվում։ Մարդիկ իրենք շարժման մեջ են։ Եվ ես հասկացա, որ մեր հասարակությունը ցավոք սրտի այն հասարակությունն է, որը հենց այդ շարժման մեջ է։ Ինքը անընդհատ այդ շարժման մեջ է եւ Հրանտը նկարագրում է այդ շարժումը։ Այսինքն ինձ համար Հրանտը կարևոր դառավ այնքանով, որքանով Հրանտի միջոցով ես փորձում եմ հասկանալ, թե մենք այդ ինչ դիժենիի մեջ ենք։ Եթե Հեգելին հարցնես, Հեգելն ասում է, այո, կա այդ Sittlichkeit-ը, բայց դրանից մենք ստանում ենք 3 բան. ընտանիք, քաղաքացիական հասարակություն եւ պետություն։ Իսկ եթե ոչինչ չենք ստանում, անընդհատ այդ շարժումը։ Ոչինչ չենք ստանում, Հայաստան ենք։ Բարեխառնությունն է։ Բարեխառնություն։ Այդ ենք ստանում։ Հիմա, այսինքն ինձ համար Հրանտը այդ տեսակետից է եղել կարևոր, եւ այստեղ ես կարող եմ ասել, որ Հրանտի մի գործ կա, որ ես համարում եմ անճարեղ։ Նոր հետ ենք խոսում, որ այդպեսի մի կարծիք կա, որ եթե ասում եմ մարդը իսկապես մեծ գրող է, նա պիտի ունենա առնվազն մի գործ, որը իրենից շատ է։ Ավելի շատ է, քան թե ինքը Իրանից ներկայացնում է։ Ու Տաշկենտը ես կարծում եմ այն գործն է, որը Հրանտից շատ է։ Տաշկենտը դա մի գործ է, որտեղ նա նկարագրում է ահա այդ հանրությունը, այդ անընդհատ շարժման մեջ գտնվող հանրությունը, եւ ես հիմա չեմ կարող տարածվել, որովհետեւ դա շատ բարդ խնդիրներ են։ Հիմնականը եթե ասեմ հետեւյալն է, այնտեղ արդեն իր համար հերոսը, սուբյեկտը ոչ թե էսկամեն մարդիկ են, այլ հենց այդ բարեխառնությունը որպես այդ։ Նայրին էլի, երկիր նայրին էլի։ Երկիր նայրի մեջ էլ այդքան, գիտես, ամբողջական կոլեկտիվ չի, չնայած այնտեղ կա այդ Դե հերոս։ Համաձայն։ Բայց այստեղ ահա ինքը ծմակուտը դառնում է մի հերոս։ Ծմակուտը ամբողջությամբ մի կոլեկտիվ է, որտեղ ինչ որ բաներ են տեղի ունենում,
եւ այդ մարդիկ այդ շարժման մեջ են։ Լոռու ձորը էլի Թումանյանի։ Լոռու ձորը, ես չգիտեմ Թումանյան դրան հասելա թե չէ։ Հրանտը հասելա։ Եվ այստեղ մի հետարքիր բան կա, ինչ է նշանակում Տաշկենտ, չգիտեմ ովքեր են դա կարդացել, Տաշկենտ բառը որտեղից է գալիս։ Ուրեմն այդ հերոսներից մեկը որոշում է, ինքը շատ բարդ խնդիրների մեջ է դա չպատմեմ, որոշում է, որ ես գնում եմ եղբորս Տաշկենտից հետ բերեմ, որովհետև եղբայրս գնացել է Տաշկենտ կորելա, ես էլ պետք է իրան գնամ բերեմ։ Այդ բոլորը հեքիաթներ են, հա, կա իսկապես եղբայրը գնացել է, բայց Տաշկենտը այստեղ դառնում է սիմվոլ, որ դու ուզում ես այստեղից փոկվես ու գնաս։ Ու մի հատ այնտեղ տեղ կա, էլի անունը Տաշկենտ։ Պետք է գնաս այդ տեղը։ Իմ ընկալման մեջ դա բացարձակապես նույնական է, ուրեմն բանի Սեմյուել Բեկետի Գոդոին սպասելով։ Ինչպես որ իրենք անընդհատ ասում են, հեսա գնա, հեսա Գոդոն կգա, Գոդոն կգա, Գոդոն չի գալիս, այնպես էլ մարդն ասում է գնում եմ Տաշկենտ, ու Տաշկենտ չի գնում։ Այսինքն այդ ուրեմն ամբողջական այդ հանրությունը դառնում է մի անբնական տեղ, որտեղից որ փոկվել հնարավոր չի։ Եվ պատահական չի, որ վերջում դա մի ֆենոմենալ ուրեմն ձևակերպում է, երբ որ գլխավոր հերոսը ուրեմն գալիս է, հարբած ընկնում է, ուրեմն այնտեղ քնել է, գալիս են իրեն գտնում են, արթնացնում են, ասում են՝ «Բա դու ծմակուտ չես, արի քեզ տանենք ծմակուտ», ասում են՝ «Մի գնացեք այնտեղ»։ Այնտեղ մարդ չկա։ Բոլորը գնացել են ու կորել են ու մեռել են։ Ծմակուտը չկա, ծմակուտը գոյություն չունի այլևս։ Բոլորը գնացել են, մեռել են, կորել են։ Այդտեղ չի որ որևէ մեկը գնացել է, չէ, իրանք դե ապրում են։ Բայց իրականում ծմակուտ չկա։ Այսինքն այդ ամբողջ համայնքը փաստորեն վերացել է։ Եվ դրա համար, երբ որ մենք խոսում ենք այն մասին, որ այ Հրանտ Մաթեոսյանը սովետական միությունը փլուզվեց, ինքն էլ դադարեց գրելուց եւ այլն, ինչքան ես նայում եմ, Հրանտը դադարել է գրելուց մոտավորապես 80-ականների սկզբին, առաջի կեսին գոնե, 82-83-ից հետո համարը ոչինչ չի գրել։ Եվ դա նրանից չէ, որ խոսականներ էր գրում հիմնականում, չէ՞։ Շատ լավ բաներ է գրում, հա, այդ տենց բաներ, սրա նրա մասին կարտիկներով շատ լավ Սպիտակ թղթի առաջ է։ հա, շատ լավ պուբլիցիստիկա ունի, բայց գեղարվեստական չի գրել։ Որովհետև ոնց որ այդ աշխարհը, որը ինքը ուզում էր ի ցույց տնել, ոնց որ դադարում է գոյություն ունենալուց։ Ես ավելի մի տխուր բան ասեմ, այդ գիրքը գրելիս ես բավական ուշադիր կարդացի իր վերջին գործերը, մասնավորապես Եզրովը։ Այդ Եզրովը անավարտ գործ է, բայց շատ հետաքրքիր բաներ է։ Բոլոր այն հիմնական հերոսները, որոնց ինքը շատ սիրում էր, իսկ ում Հրանտը սիրում, Աղունին, Սիմոնին, չէ՞, դուրս է գալի, որ բոլորը դեգրադացված են։ Երբ որ նա նկարագրում է Աղունին, Աղունը բաց տեքստով ինքը ասում է եւ որդուն է սովորեցնում, որ ապրելու ճիշտ ձևը էականը ուրիշի հաշվին ապրելն է։ Ուրիշ ոչ մի բան չկա աշխարհում, միակ էական բանը ուրիշի հաշվին ապրելն է։ Եթե դու այդքանը չես հասկացել, ոչ մի բան ես։ Սիմոնի մասին ցույց է տալիս, որ Սիմոնը լցված է ատելությամբ։ Լցված է ատելությամբ աշխարհի նկատմամբ, որովհետև ինքը ճնշված է, ամբողջ օրը պետք է աշխատի, հասկանալի չի ինչ համար աշխատում, աշխատանքը չի գնահատվում, ատում է բոլորին։ Դա այն է, ինչ որ Նիչեն անվանում է ռեսանտիման, չէ՞, այդպես են ներքին թունավորում։ Եվ իմիջիալոց մենք այն ժամանակ չէինք հասկանում։ Երբ որ Հրանտը այդ նույն, ասենք թե բանում ծառերում, որ գրում էր, թե իրենք ձև են անում, որ սիրում են, որ ցույց չտան, որ իրենք ատում են, այստեղ ուրեմն այդ ատելությունը դրսևորվում է։ Երրորդ կերպարը կա այսպես կոչված տիկինությունը։ Այդ տիկինությունը շատ յուրահատուկ ֆիգուր է եւ բոլորին այսպես հետապնդում է, բան է անում, ինչ որ բաներ է գրում, հայերեն ասած դանոսներ է գրում, բայց միտեղ լավ բացատրում է Հրանտը թե դա ով է։ Ասում է երիտասարդ տարիներին մանկավարժական ինստիտուտում սովորելիս մի անգամ մատնություն էր արել եւ ասում է իր կուրսեցիների եւ դասախոսների աչքից ընկել էր։ Եվ դրանից հետո նա աշխատում է այնպես անել, որպեսզի ամբողջ աշխարհը ձևավորի որպես մատնություն անողների աշխարհ։ Իր սխալը դարձնի աշխարհի կարգ։ Եվ այդտեղ ինքն իրան լավ կզգա։ Այսինքն, էս են այն հերոսները, որոնք գուցե դաժան բաներ եմ ասում։ Էս են այն հերոսները, որոնք մենք արդյունքում ստանում ենք։ Դե Հրանտ գնա գրի։ Հրանտը որ ասում է, ես ուզում եմ լեզու տամ այն մարդկանց, որոնք լեզու չունեն, որոնք ընկճված են, որոնք խեղճ են, որոնք իրենք պետք է կարողանան իրենց մասին խոսել, ես ուզում եմ իրենց հնարավորություն տալ, որ խոսել, դե թող խոսեն։ Դե խոսում են, մեկ էլ տեսնում ես, որ մեկն ասում է, որ պետք է ապրել ուրիշի հաշվին, մեկն ասում է, որ բացի ատելությունից բան չկա, մեկն ասում է, բոլորին պետք է մատնել։ Էս է, այսինքն ողբերգությունը դա է։
Եվ մենք տեսնում ենք, որ այդ բանը, փաստորեն այդ բարեխառնությունը ի վերջո բավականաչափ դեգրադացված ձև է ստանում։ Հիմա դու ասում ես, տես, դու ասում ես, որ այ Հրանտը ծանր է, Շեկոն էլ թեթև է, չէ՞։ Դե գոնե, այո։ Ես անկեղծ ասած ինչու անդրադարձա։ Ծանրա պեսիմիզմի, այսինքն Ինքը պեսիմիստ չի։ Հրանտը, Հա։ դե անհույս պեսիմիստ է երևի նույնիսկ տենց։ Ինքը ուղղակի ֆիքսում է ինչ որ կա։ Չարենցն էլ է ֆիքսում ինչ որ կա, Թումանյանն էլ է ֆիքսում ինչ որ կա, Շիրվանզադեն էլ էր ֆիքսում ինչ որ կա, նույն Շեկոյանն էլ է ֆիքսում ինչ որ կա։ Բայց Շեկոյանից հետո չես ուզում էլի վեննեքդ բացես, կներեք արտահայտությունս էլի, այդ այսքան օրինակ դու Շեկոյանի հայկական ժամանակը որ նայում ես, էլի նույն դիվիժենին է։ Էլի նույն բարքերն են, սենց այս դու տեսնում ես որ տենց ինչ որ եդեմական դրախ չի այնտեղ։ Բայց այդ բանը չունես էլի, այդ ոնց որ այդ անհուսությունը չի տալիս։ Բանն է էլի Շեկոյանը ոնց որ սիրի, ոնց որ ինքն է մեջը լինի դրա։ Իսկ Հրանտը փորձում է Հրանտի մոտ այդ անհուսությունը կա, ինքը ծանր միջավայր է նկարագրում։ Վերջում էլ մի հատ էլ քո վրա ծանրանում որպես դու ընթերցող ես, մի հատ է քո վրա է նստում։ Ու ասում է դե, չգիտեմ, կոպիտ ասած կերես, այս խոզանոց է, այս էլ խոզի կերն է, դե կեր։ Լավ, այդքան վատ բաներ չի Դե ասում։ շատ ծանր է։ Չէ, համաձայն։ Շատ ծանր։ Շատ կարևոր բաներ եք ասում։ Օրինակ, երբ որ խումարում ասում են, ես դե ոնց լավատեսական հետույքները մտցնեմ, ստեղ լավատեսական հետույքի տեղ չկա, սցենարիստին, որ բանին, որ ասում է այդ կինոյի աշխատողին, որ ասում է սցենարի մեջ, այդ մի բանա որ չկա, բայց մի բանա որ այդ ես իհարկե հիմա չեմ ասում որ տենց ինչ որ դրախտ է այդ մարդը վատատես է եղել կամ նիհիլիստ է եղել էլի, բայց ի վերջո այդ վատատեսությունն ու նիհիլիզմը մատուցելու ձև կա, ինքը շատ ծանր է այդ ամեն ինչ անում էլի։ Խոմարը դեռևս Որում արդեն post factum եթե ոնց հասկացա, որովհետև երբ որ ինքը սկսում է գրել այդ արդեն ոնց որ քայքայված կամ քայքայվող ծմակուտի մասին, ինքը արդեն մեկը քաղաք եկած է, չէ՞ գրում, ինքը արդեն քաղաք կար այդ ծմակուտը, ինքը փաստացի ոնց որ բանի պես է, էլի Հոմերոսի պես է, այսինքն Միկենյան աշխարհը չկա, բայց ինքը գրում է Միկենյան աշխարհի մասին, էլի, նույն ձևի Հոմերոսի պես արդեն անցած աշխարհի մասին է գրում, էլի, ու նույնիսկ Հոմերոսը այդ անցած աշխարհի մասին գրելու մեջ ինչ որ դրականության բաներ թողում է ի վերջո, էլի, հերոսին տեղ թողում է, որ օրինակ ճիշտ է, հերոսը տենց մինչև վերջ տառապում է, չէ՞, մինչև վերջ չարչարվում է 10 տարի, մի 10 տարի կռվի մեջ, 10 տարվի բանի մեջ, իսկ Հրանտի մոտ չէ, ասենք տենց բայց Շեկոյանի հետ խեմ հակադրում, որովհետև Շեկոյանը այդ առումով էլի տենց երևակայի քաղցր բաների մասին չի գրում, բայց այնց քաղցրագրում այդ ոչ քաղցր բաների մասին, որ զգում ես ոնց որ տենց լավատեսություն կա առնվազն, էլի ինձ։ Հիմա շատ կարևոր է որ Շեկոյի թեման բացեցիր, որովհետև եթե մենք ուզենք հասկանանք թե ժամանակի տարբերությունը որն է ժամանակային առումով, Շեկոն ստեղ շատ կարևոր է։ Ուրեմն նախ եւ առաջ Հրանտի մասին երկու բառ միայն ասեմ, Հրանտին թողնենք հանգիստ, ժամանակի առումով հասկանալի է, որ եթե այդ բարեխառնությունը անընդհատ այդ շրջապտույտի մեջ է, թե ժամանակը ոնց որ կանգնած է, ոչ միտեղ չի գնա։ Հիմա գալիս ենք Շեկոյին։ Ինչի ինձ համար կարևոր է Շեկոյանը։ Նույն երկու այդ հեղինակները, մեկը Լևոն ուրեմն Խեչոյանը, մյուսը Շեկոյանը, նախ իրենք հայտնի է, որ անմիջական շարունակություններն են, էլի Հրանտի, բայց ինչի Շեկոյանը, որովհետև ինձ մոտ այն տպավորությունը կար, որ Շեկոյանը արել է քաղաքի համար նույնը, ինչ որ Հրանտն անում է գյուղի համար։ Եթե ուրեմն Հրանտը նկարագրում է գյուղի այդ բարեխառնությունը, Շեկոն նկարագրում է քաղաքի բարեխառնությունը։ Բայց Շեկոն փուլեր է անցնում։ Շեկոն շատ կարևոր փուլեր է անցնում։ Այս փուլերը, եթե մենք չասենք, չենք հասկանա ինչ հնչոց է։ Դες որն է այստեղ կարևորությունը իր։ Նախ եւ առաջ ես չգիտեմ, ում հարցնում եմ, ոչ ոք ուշադրություն չի դարձել։ Շեկոն ջայլ ժամանակ շատ ռոմանտիկ հայրենասեր տղա էր։ Եվ մի հատ էլ ուրեմն դու մի ասա պոեմ է գրել, որը կոչվում է Ավարայրի լույսը։ Ավարայրի լույսը պոեմը այնտեղ շատ հայրենասիրական ոգով, այստեղ լույսն է, այստեղ խավարն է, լույսը պարգարում է խավարի դեմ, մենք պետք է հաղթենք եւ այլն։ Բայց այստեղ նա տալիս է ժամանակի մի աներևակայելի հետաքրքիր կոնցեպտ։ Հիմա այս անգիր չեմ ասի, որտեղ դա բանաստեղծական է, բայց մոտավորապես այսպես է։ Ես նայում եմ ետ եւ չեմ տեսնում ինձ, ես նայում եմ առաջ եւ տեսնում եմ նրանց։ Եվ ինչ է ցույց տալի։ Դուրս է գալիս, որ կա անցյալ, հերոսական անցյալ, բայց այդ անցյալը անցյալում չի։ Այդ անցյալը ապագայում է։ Ապագայից, անցյալը ապագայից լույս է սփռում մեր ներկայի վրա։ Եվ մենք ներկայում գտնվելով ապագայի լույսից սովորում ենք, թե մենք ինչ պետք է անենք։ Այսինքն այդ կոնցեպտը, ժամանակային այդ կոնցեպտը, որ անցյալը տեղափոխվեց ապագա եւ լուսավորում է ներկան,
Այդ կոնցեպտը ես ինքս ինձ համար անվանել եմ ավարայրի ժամանակ։ Դա ավարայրի ժամանակն է։ Այդպես պետք է ապրես։ Լավ, ռոմանտիկ տղայր այդ ժամանակ գրել է։ Բայց հետո երբ որ նա սկսում է գրել արդեն ուրեմն շարժման տարիների մասին, այդ նույն բանը նրա մոտ այստեղ անընդհատ դրսևորվում է, որովհետև անընդհատ նա երբ որ գրում է եւ ասում է այնտեղ ինչ որ հարթակի վրա Տիկին Սիլվան էր խոսում, երբ որ նա մտնում է, ահա ուրեմն այդ շարժման այդ թոհուբոհի մեջ, անընդհատ կրկնում է այդ նույն արտահայտությունը մահ իմացիալ, ուրեմն մահ իմացիալ։ Այսինքն այդ մահ իմացիալի գաղափարը նա անընդհատ տեղափոխում է, ուրեմն բանից ավարայրից տեղափոխում է փաստորեն Ղարաբաղյան շարժման ոլորտը։ Այս իմաստով ուրեմն կարծես թե այդ քո ասածը չի դեռևս։ Եվ ինքը այդ որ ասում է ժարգոնով եմ ուզում գրել։ Ինչ եմ ուզում ժարգոնով գրել։ Դա աշխարհը փոխվել է։ Ասում է, չէ՞ որ աշխարհը այնպես է փոխվել, որ ես ասում եմ շարժման արդյունքում այս հեղափոխությունը, այս հեղափոխությունը ասում է ին վրայով անցե։ Ինձ է ճխլե գնացե, բայց ես ուրիշ ձևի չգրեմ։ Եվ ինքը փորձում է ուրիշ կերպ գրել։ Ինքը փորձում է հա ուրեմն այդ իրականությունը այդ ձևով նկարագրել։ Բայց այստեղ ես այդ ուրեմն բավական հողակներ բաց եմ թողնում, բայց հետո վերջում նա կարծես թե այստեղ ինքն էլ է ունենում այդ ռեսիգնացիան։ Ինքն էլ է փաստորեն դրանից հրաժարվում։ Փաստորեն այն ժամանակ, երբ որ նա սկսում է գրել հայկական ժամանակը նեյնիմ է։ Այո, հայկական ժամանակը նեյնիմ է։ Էս եղավ, եւ հասկանալի է, թե իրան փող են տալի $100 ամեն անգամ որ մի բանի գրի, ինքը պետք է գրի, էլի, չէ՞։ Եվ եթե դու ասենք, եթե ես պետք է գրեմ, որ ասենք թե վարդը ծաղիկ է, դրա փոխարեն եթե ինձ փող պետք է տան որոշակի տարածություն լցնելու համար, ես կգրեմ ոչ թե վարդը ծաղիկ է, ես կգրեմ վարդը ոչինչ այլ բան է, քան եթե ոչ ծաղիկ։ Բառերը կշատանան։ Եվ դրա համար առաջանում է իր բիբլիական ոճը, չէ՞, հավեսով գրել բանադեսը դենը, ինքը դա արդեն սկսում է շարադրել իրականություն եւ այստեղ նա փոխվում է։ Նա արդեն չի տեսնում սկզբունքային տարբերություն անցյալի սովետական ժամանակվա եւ նոր ժամանակի միջեւ։ Իր համար այդ սղվում են։ Այսինքն ավարայրի ժամանակը կորչում է, արդեն այդտեղ ավարայրի ժամանակ չկա։ Եվ իրեն ինտերվյուներից մեկում հարցնում են, այնտեղ ասում են թե բա ինչի այդ հայկական ժամանակում անընդհատ սովետի մասին ես գրում։ Այլ ասում է, եթե տեսնեմ, ասում է, որ այն մյուս բաների համար էլ հետաքրքրություն կա, այն էլ կգրեմ։ Այսինքն իրան դեպի գլուբակո մեկ է, էլի, որ ինչ գրի։ Որովհետև ինքը արդեն ընկել է մի շրջապտույտի մեջ եւ մի հատ էլ բանաստեղծություն ունի, էլի նորից անգիր չեմ հիշի, բայց շատ հավես բանաստեղծություն է, թե ես չեմ գնա ասում է նախագահի ընտրությունը, որովհետև եթե հեղափոխությունը կյանքս չփոխես, նախագահի ընտրությունը ինչ պիտի կյանքս փոխի։ Այսինքն ինքը ընդունում է, որ ոչինչ այլևս չի փոխվել։ Եվ այս սկսում է այդ անընդհատ շարունակվող հայկական ժամանակը։ Ինքն էլ հենց այդ իր հայկական ժամանակի մեջ գրում է այն մասին, որ մի անգամ ուրեմն բանին Թոփչյանին Ալեքսանդր Թոփչյանին հարցրել են ինչպես եք վերաբերվում հայկական ժամանակ վեպին, այլ ասել է թե դա բամբասանքի գրականություն է, բայց ասել է դա նորմալ է, որովհետև ֆրանսիական գրականության մեջ 19-րդ դարի ժանր կա, էլի բամբասանքի գրականություն։ Ես էլ հետո հետաքրքրվեցի, պարզվեց, որ օրինակ բամբասանքի գրականություն կարելի է դիտել օրինակ Պրուստի կորուսյալ ժամանակի որոնումները, որովհետև հասկանալի չէ, թե ինչ որ անկապ տպեր են, որ ոչ մեկը իրանից բան չի ներկայացնում, ու անընդհատ անկապ բաներից են խոսում, բայց հավես է, որովհետև բոլորը բամբասում են, էլի։ Ահա ուրեմն այդ ձևով նա սկսում է լցնել այդ էջերը եւ ինձ համար շատ հետաքրքիր էր մի բան, ես նոր խոսում էինք մենք ընկերներիս հետ։ Տեսեք, ուրեմն նա այստեղ ունի երկու էպիզոդ, մի էպիզոդը համարագրքի կեսն է, որտեղ հանդիպում է Հրանտ Թամրազյանին իբր, նույն ինչ է եղել իրականում ոչ ոք չգիտի, բայց ինքը գրում է, որ իբր հանդիպում է Հրանտ Թամրազյանին, եւ Հրանտ Թամրազյանի հետ գնում են ռեստորան եւ ռեստորանում ուրեմն երգ են երգում, ինքն էլ անընդհատ փող են տալիս, անընդհատ այդ նույն երգը կրկնվում է, ես էլ նայեցի ուրեմն չգիտեի այդ երգը որն է, ասում է երեքնուկ, գնացի գտա այդ երեքնուկը, պարզվեց որ բառերը Պարիժ Սևակի, ուրեմն երաժշտությունը Վաչե Հովսեփյանի եւ պարզվեց շատ հայտնի երգ է։ Չէիր սիրում, թե չէ միթե բարդերը այդքան, ուրեմն գտնել երեք անուններ ու իմ անունը գտնի անգամ։ Եվ այդ երգը պատկերացնում եք, որ ամբողջ երեկոյան այդ նույն երգն է երգում։ Կարան մի օր նվագեն, երկու օր նվագեն, երեք օր նվագեն, բան չի փոխվի, որովհետև այդ երգը արդեն ոչ միտեղ չի տանում։ Սա արդեն ավարայրի հերոսական ժամանակը չի, սա ուղղակի հայկական ժամանակն է, բառից անփոփոխ ձևով։ Եվ հետո մեկ էլ հաջորդ հատորում սկսում է պատմել արդեն, որ ինքը հանդիպել է ոչ թե ուրեմն Հրանտ Թամրազյանին, այլ Հրաչյա Թամրազյանին, որ այդ ինքը աշխատել է։ Սա էլ իր որդին է, Հրանտ Թամրազյանի որդին է, 20 տարի է անցել։ 20 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել։
Ինքը հոր հետ ուրեմն քեֆ էր անում, կոնյակ էր խմում բանում, Սևան ռեստորանում, իսկ որդու հետ ուրեմն խմում է կոնյակը Սևան լճի, Սևանա լճի ափի, Սևանա։ Եվ որն է ուրեմն նմանությունը, որ երկուսն էլ հայր ու տղա նույն որակներն ունեն։ Ինչքան ասես կարող են խմել եւ դրա իրենց վրա չի ազդում, չնայած ինձ այստեղ բացադրում են, որ այդպես չի, լավ էլ ազդում էր, բայց ինքը գրում է, որ չի ազդում, բայց ասում է ծխելը չեն դիմանում, հենց ծխում են վատանում են։ Այսինքն սա էլի Պրուստի են Մադլեն խմորեղենն է, էլի այդ երկուսի իրան կապումը։ Այսինքն այստեղ ոչինչ տեղի չի ունենում։ Դա իրենց ընտրությունն է, պարոն Ոսկանյան, թե այսքան ընտրությունը այն իմաստով, դե որ դե կոմֆորտի զոնա է, դե բարեխառնությունը, այտենց թողում ես իր անձը փոսում է, գրում ես գրվում է, Վանոյի ասած ապրում ես ապրվում է, այտենց թող թե բան է, ինչ որ այտենց այսքան ջանքի տեղ կա դա փոխելու, իրանք ուզում են փոխեն, չեն ուզում փոխեն, որովհետև օրինակ Մաթեոսյանը տվայտվում տարրոպ մա կոնկրետ այդ հարցի վրա, դու զգում ես, որ ինքը այտենց հաշտ չի առնվազն այդ ամեն ինչի հետ ու երևի դեմ չէր լինի փոխելուն, հավանաբար իր պայմաններով փոխելուն, որովհետև ոնց որ ասացիք մեծ իմաստով համակարգի հետ խնդիր չուներ, ես որ ասում եմ համակարգի հետ խնդիր ունի, այդ բարքերի հետ նկատի ունի, էլի, որովհետև այո, ինքը տենց ասում էր, դեսրանից լավը չկա, բայց գոնե մեջը մի քիչ ռեմոնտ անենք, նորմալ ապրելիք լինի, էլի։ Հա, Հիմա Շեկոյանը օրինակ դրա հետ ոնց հասկանում խնդիր չի ունեցա այն իմաստով, որ դե ապրում ենք, ապրվում է, գրում ենք, գրվում է, երեք նուկտա ոչինչ տոֆորա, էլի, հիմա տղեն կլինի, հերը կլինի, խմենք կգնա, էլի։ Իրանք բայց ջանք, օրինակ, որովհետև դու Չարենցի դեպքում դու անընդհատ տենում ես, որ այդ ջանքը կա։ Անընդհատ ջանք։ Այո, ու ինքը ոչ մի բանի հետ չի կարողանում մերվի։ Դրա համար անընդհատ խնդիրներ ունի, հա թմրամոլություն ունի, ալկոհոլիզմ ունի, կանանց հետ խնդիր ունի, տղամարդկանց հետ անընդհատ այդ այսքան ներսից այդ կոնֆլիկտ ունի ու անընդհատ ջարդում է, հավանաբար որ ինչ որ բան է գտնում է, այլի ինչ որ արժանանակ հետո դրա հետ էլ է խնդիր ունենալու, էլի, այսինքն այդ մեջի այդ տարերքը կա, էլի, բայց մնացածը նույն Շեկոյանը դրա հետ կամ չգիտեմ Խեչյանը դրա հետ ինչքանով են էլ իրանք ներդաշնակ այդ ամեն, որովհետև նույնիսկ Մաթեոսյանը ցույց է տալի, որ ինքը խնդիր ունի, բայց ինքը տենց պակաս ներդաշնակ էլ չի դրա, այսքան ոնց ասեմ, ոնց որ զուգահեռ գծեր կան այդ ներդաշնակ լինելու ու խնդիր ունենալու, էլի, կոպիտ ասած ոնց որ դե օջախը այդքան է վատ բան չի, բայց այնտեղ որտեղ վատ է, մենք դրա հետ խնդիր ունենք, էլի։ Դες, այստեղ մի շատ ազնվության բան կա, էլի, ոնց որ։ Հա, հասկացա ինչ ես ասում, շատ կարևոր մի հատ թեմա կա, ուղղակի դու ինձ հիշեցրեցիր մի պահ, որ շատ կուզեի ասել ու լավ է որ կարամ ասեմ, էլի։ Ուրեմն Հրանտ Մաթեոսյանի մոտ, Վանո Սիրադեղյանի մոտ եւ ուրեմն Արմեն Շեկոյանի մոտ կա մի հատ միևնույն գաղափարը, որ ժողովրդին խելք մի սովորացրեք, իրանք իրանք ճանապարհը գիտեն։ Հրանտ Մաթեոսյանի մոտ դա դրսևորվում է տախում։ Երբ որ իրենք ուրեմն այդ հերոսը գլխավոր, այսինքն այդ Ռոստոմը եւ իր քրոջ որդին իրար հետ գնում են եւ այդ Ռոստոմը վրթոված ասում է, բայց ժողովուրդը ասում է, այս ոնց են իրենց պահում եւ այդ քրոջ որդին ասում է, բայց ժողովուրդը պետք է ապրի։ Դե սա էլ ասում է, թե հա, էլի թող ապրի, բայց ասում է, այդ ապրելը պետք է մի կարգ ունենա, չէ՞։ Չէ՞ կարգով պետք է ապրեն։ Եվ ինչ է ասում տղան, ասում է, ժողովրդին կարգը ես ու դու պետք է չսովորացնենք։ Ժողովուրդը իր կարգը գիտի։ Իրան հանգիստ թողեք, ինքը կապրի։ Այսինքն ոնց որ Ժանտը արձանագրում է, որ ժողովրդին պետք չի բան սովորացնել, ինքը իր ճանապարհով գլդորվելով գնում է։ Հիմա գալիս ենք բանին։ Գալիս ենք Վանոյին։ Վանոյի ամենակարևոր գործը ես համարում եմ, որի մասին քիչ են խոսում, դա ծանր լույսն է։ Ոչ թե ծանր լույս ժողովածուն հասկանալի է, հենց ծանր լույս վիպակը։ Այդ ծանր լույսում այդ նույն բանը կրկնվում է, որովհետև այդ հերոսոին ասում է, որ ամենավատ բանը, որ մենք կարող ենք տեսնել, դա այն մարդիկ են, որոնք անպայման ուզում են իրանցից հետո մի բան թողած լինեն։ Թողեք այդ ժողովուրդը հանգիստ մի փրկեք, փրկիչներ մեզ պետք չեն։ Թողեք ժողովուրդը իրանց ապրի, եւ եթե դուք չփրկեք, ամեն բան լավ կլինի։ Եվ հետո գալիս ենք ուրեմն Արմեն Շեկոյանին, որը իր ինտերվյուներից մեկում, երբ որ իրեն հարց են տալի, բա գրողները պետք է փրկեն, թե չէ, ասում է ժողովուրդը արդեն փրկված է, մենակ իրանց մի փրկեք։ Այսինքն երեքն էլ զարմանալիորեն ասում եք թողեք գլորվի։ Թող գլորվի։ Այսինքն այդ ջանք գործադրելու բանը, որը հատուկ է եղել իսկապես Չարենցին, այստեղ չկա։ Եվ իմիջիալոց Արմենը Շեկոյան այդ մասին շատ հետաքրքիր էլ ասում է, երբ որ իրեն հարց են տալիս, բա ասում են լավ, ինչքան պետք է գրես։ Դե ասում է ինչքան տպեն կգրեմ։ Ու բացադրում է, որ ասում է իսկ օրինակ եթե չտպեն, չէ, ասում է եթե չտպեն չեմ գրի։ Եվ ասում են չի կարևոր, որ ասենք ինձ փող են տալի, հա լավ է որ փող են տալիս։ Բայց ասում է կարևորն այն է, որ ես գիտեմ, որ եթե տպեն կկարդան։ Եթե կարդան, ուրեմն գրեմ։ Եթե չպետք է տպեն, ուրեմն չեն կարդա։ Այսինքն ինքը ուզում ասի ես ներքին պահանջ գրելու, պարտադիր չունեմ։ Ես ուզեմ պահանջ ոնց որ շփվելու։
Այս իմաստով հա, Արմենը շատ ավելի հանգիստ բան է, էլի, հանգիստ հեղինակ է, բայց իր մոտ էլ ահռելի բարդություններ կան, որոնց մասին երևի մենք այսօր չենք խոսի։ Ի վերջո այդ հայկական ժամանակի փակողին որ կա։ Ну ոնց հասկանում եմ, որովհետև այդ բարեխառնությունը հիմա տիրապետող է ու գրականությունը դա տեղ ունի դուրս գալու բարը։ Այսինքն դուք որ ճամբարի կողմնակիցն եք էլի, եթե ավելի բարձրացնեմ էլի այդ գրականության միջոցով, փիլիսոփայության միջոցով, թողես այդ բարեխառնությունը մարդիկ իրենց կյանքով ապրեն, թե բզբզած փորփրես, ասես չէ, բայց փոխեք այդ բարեխառնությունը ինչքանով դի տեղ ունենա, էլի։ Ես վստահ չեմ, որ կարելի է գրականության կամ նույնիսկ փիլիսոփայության միջոցով ինչ որ բան փոխել։ Բայց պետք է փոխել։ Տեսեք, ես համարում եմ, որ ոչ թե պետք է փոխել, ես համարում եմ, որ պետք է ջանք գործադրել։ Որովհետև տես օրինակ ասենք Վանոն, այդ նույն բանում, այդ նույն ուրեմն ծանր լույսում, այսպեսի մի բան ասում։ Իր անունից չի ասում, հերոսուհի անունից ասում, բայց ինքը պաստորեն իր մասին է խոսում, այդտեղ կին տղամարդ կապ չունի, անընդհատ ինքը իր մասին է խոսում։ Ասում է, որ ես ասում եմ մի շատ վատ, ասում է սովորություն ունեմ, հիվանդություն է, էլի։ Ես որ մի բան տեսնում եմ, ասում եմ չեմ կարա չասեմ։ Տրակի մեռնի պետք է ասեմ, եթե չասեմ հիվանդանում եմ։ ഞാൻ որ ասում եմ կծու լեզու, բան չէ, դες բաներ ասում։ Ես պետք է անընդհատ ասեմ, չեմ կարա պահեմ։ Բայց ասում եմ, եթե ես ասում եմ, դա նշանակում է միջավայրը քայքայում եմ։ Չեմ թողնում մարդկանց հանգիստ ապրեն, որտեղ անընդհատ յազվություն եմ անում։ Այդ յազվությունը, եթե ասում եմ, փայծախս կհիվանդանա, լեղես չգիտեմ ինչ կլինի, տաքությունս կբարձրանա, չեմ կարա։ Նևրոզի բուն է, էլի ներսկսել։ Այսինքն այդ ասելը իհարկե պիտի ասվի։ Հիմա մենք բոլորս այդ ենք անում։ Եթե ես կանգնում եմ եւ ես լսարանի առաջը ինչ որ բավական վատ բաներ եմ ասում, մեր մասին եմ ասում, եթե ուրիշներին չէի ասի, բայց մենք մերոնքով ենք, այդ որ ասում եմ թե մեկն ասում է թե ես ուրիշների հաշվին պետք է ապրես, մյուսն ասում է որ ես ատելությամբ եմ ապրում, երրորդն ասում է մատնությամբ եմ ապրում, ասում ես որովհետև տեսնում ես որ կա։ Միակ բանը, որը մեզանից հասնում է, դա ասելն է։ Եվ յուրաքանչյուրը իր ձևով, իր ոճով ասում է։ Իսկ թե այդ ասելուց հետո ինչ է փոխվում, թե ինչ չի փոխվում, այդ արդեն ուրիշ թեմա է։ Եվ հետո տեղից ուրա գնում։ Օրինակի համար ասենք, եթե ասենք թե բանը Լևոն Խեչոյանը իր վերջին գործերում ոնց որ թե մտնում է այդ բանի մեջ, մահերի դռան մեջ եւ կարծես թե այնտեղ գնում է, չգիտեմ, կորչում է կամ ինչ որ փրկություն է փնտրում։ Ես կարծում եմ, որ Հրանտն էլ է գնում։ Բայց Հրանտը ուրիշ տեղ է գնում։ Հրանտը գնում է իր ստեղծած աշխարհը։ Այդ փրկություն է, բայց թե փախուստ։ Չէ, դա փախուստ էլ չի։ Եթե Լևոնին կարելի ասել որ փախուստ է ինչ որտեղ, որտեղ ինքը դեռ հույսեր ունի, բան էլի, կգնանք ես կանենք, միստիկական բաներ կգտնենք։ Հրանտը բացարձակ միստիկ չի։ Հրանտի համար ես շատ սիրում եմ Բրոդսկու մի հատ շատ կարևոր համարում եմ տողեր կա, ասում է есть истинно духовные задачи, а мистика есть признак неудачи в попытке с ними справиться։ Միստիկայի մեջ պետք է չընկնես։ Հրանտը երբեք միստիկ չի։ Հրանտը ուր է գնում։ Հրանտը գնում է իր ստեղծած աշխարհը։ Այն բանը Գրիգոր Պլծյանը մի հատ լավ խոսք ունի, ասում է ստեղծել վայրը ուր ըլլալ։ Ինքը ստեղծում է վայրը, որ երկիրներին սարքել այնտեղ։ Հա, ինքը գնում, բայց Հրանտը այնտեղ գնում է եւ էլի սկսում է քարուքան տանել։ Հրանտը չի գնում այնտեղ կայֆերով ապրելու։ Կայֆեր չկան։ Ինքը գնում է վատ տեղ։ Ու էլի քչպորում է, Հրանտը երբեք կանգ չի առնում իր քչպորելու մեջ։ Այսինքն պիտի ասես, ինչ որ պիտի ասես, դա պիտի ասես։ Եվ բանն ասում, եւ Շեկոնը ասում, Շեկոն մի քիչ այլ կերպ է ասում։ Շեկոն շատ հետաքրքիր է, Շեկոն մի կողմից անընդհատ այսպես ուղղակի նկարագրում է այդ տրիվիալ կյանքը, շատ տրիվիալ, իսկապես երբեմն զան։ Հետո Շեկոն ուրիշ բան է անում։ Շեկոն տես ինչ է անում։ Ինքը վերցնում է նշանավոր մարդկանց եւ այդ նշանավոր մարդկանց մասին իր խոսքը հանգեցնում է ամենապրիմիտիվ կենսաղային խոսակցությունների։ Լևոն Ներսիսյանը էս ասեց, Ֆրունզիկն էս ասեց, նա էս ինչ ասեցին, Ես գինին որտեղ խմենք, այս բանը որտեղ ուտենք, այդ է դրանց համար Հրանտ Մաթևոսյանին էլ, չէ՞, ի վերջո այդ միջնորդը պատմվածքում ասում է գալի փող են ուզում, հանգստանալու պույծովկա են ուզում, տոմս են ուզում, են ուզում, ասում է ոնց որ ոչ թե գրողների միության նախագահը, սոցիալի աշխատող է։ Բայց այդտենց էլ կա, լուկ միշտ էլ կամ այնտեղ ասում է դե բայց ոնց որ սեփական տուն ես, չէ՞ ուզում, ոնց որ հողդ կարոտել ես, բան սեփական տան, այսինքն կենցաղայնություն, ինքը ոնց որ փրկում է էլի այդ ծանրությունը կենցաղով ոնց որ ուզում է թեթևացնել էլի։ Բանը Շեկոն ուրիշ բաներ է անում։ Շեկոն այդ բոլոր բաները ասելով հանդերձ մի հատ լրիվ նոր շերտ է դնում այդ վեպի մեջ իր դատողությունները։ Ու իր դատողությունները միշտ չէ որ կենցաղային են։ Եվ ինքը մի շատ կարևոր բան ունի այստեղ արտահայտություն ունի, որը շատ կարևոր եմ համարում։ Ինքը ասում է որ
ոչ ոք իմ մասին չի կարող ասել որևէ բան, որը ես իմ վեպում արդեն ինքս իմ մասին չեմ ասել կամ չեմ ասելու։ Դա շվեյկի պես է։ Կամ չեմ ասելու, հա։ Շվեյկ անում էլի։ Այսինքն ինքը անընդհատ այդ ուրեմն բաները խոսում է, Աստծո մասին էլ է խոսում, ինչի մասին ասես խոսում է։ Սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք։ Սրանից են կողմ ես չգիտեմ մենք ինչ ունենք։ Ժամանակակից գրողներին ես հետևում եմ լավից վատից, բայց դեռևս այսպես չեմ հասկացել ինչ նոր բան են իրենք տալիս առայժմ։ Այստեղ ես ինչու եմ այս գրողներին վերցրել, որովհետև սրանք աուտենտիկ են։ Իրենք ոչ թե խելքից են գրում, որովհետև ինչ որ մեկը ասել է, ու այդ բանը դու պետք է գրես, այլ որովհետև իրենք այսպես ներքին տառապանքով դրան հասնում են։ Այդ իմաստով Հրանտը դասական է ինչու, որովհետև Հրանտը մոդեռնիստ է, 100%-անոց մոդեռնիստ է, բայց Հրանտի մոդեռնիզմը երբեք չի գալիս նրանից, որ այս մարդիկ մոդեռն են գրում, արի ես էլ գրեմ։ Չէ, ինքը գրում է ինչ որ պետք է անի, մեկ էլ դառնում է մոդեռն, որովհետև ինքը ուրիշ դեպի չի կարող անի, ես անում։ Դառնում է մոդեռն, այդ մեջից եկողն է, էլի։ Այդ մեջից եկողները քանի մենք մի երկու աուտենտիկ բան պահել ենք, ուրեմն կանք էլի յոլա են գնում, թե չէ, ինչ ասեմ։ Շեկոյանի բանը էլի հետաքրքիր մի հատ բան կար, որ խոսում ենք Շեկոյանի մասին, էլի հիշեցի, որ իր այդ սերիալների հետ կապված, որ մեկի համար սերիալներ էր թարգմանում էր կամ այդ գործով զբաղվում էր ու իր գրականությունն էլ էլի այդ իմաստով այդ Նեյնիմի պատմությունը, այդ սիրախաղը, այդ բանը էլի պարս սյուժետային այդ բանը, այդ գծով էր էլի ոնց որ իրան էլի կապում էր նաև այդ լատինամերիկյան գրականության հետ ու այդ շրջանը այդ էլ էր ինձ հետաքրքիր, որ ընդհանրապես այդ շրջանը եւ լատինամերիկյան գրականությունը նոր թարգմանվում էր իրանց սերունդներ կամ բումներ ամբողջ աշխարհում ու իրանք այդ ոնց որ դրա կրողն էին էլի նաև այստեղ երկու բան կա, հա, ինքը թարգմանում էր սերիալներ, այստեղ երկու բան կա։ Առաջինը այն, որ ինքը նաև շատ կարևոր է համարում, որ ինքը իր վեպը համեմատում է սերիալների հետ։ Ինքը ասում է, սա սերիալ է։ Երբ որ իրանք սկսում են քննադատել, ես լավ չես արել, ասում չհասկացած, աշխարհի սերեսին չկա որևէ քննադատ, որը սերիալները քննադատի։ Սերիալը սերիալ է, այդտեղ ինչ ես քննադատում։ Հա, բանա, ասենք ծվստում են գնում է։ Այդ մեկը։ Ինչ վերաբերում է լատինամերիկյան ազդեցություններին, սա շատ հետաքրքիր թեմա է, ինչու, որովհետև տեսեք, այն ժամանակ իսկապես շատ մոդա էր, մարկեսեր, դեսերդեներ, բայց այդ լատինամերիկյան ազդեցությունը օրինակի համար շատ ուժեղ զգացվում է Լևոն Խեչոյանի մոտ։ Ինքը այնտեղ ամբողջությամբ մարկես է։ Եվ ինչու՞մն է, հա, լավ գրողներ են եւ այլն, բայց մի շատ կարևոր պահ կա, որը մեզ մոտ ուրիշների մոտ չկա։ Դա իրենց բանն է, հեքիաթայնությունն է։ Դա այդ ֆանտաստիկ ռեալիզմ է, չէ՞, կախարդական ռեալիզմ է, ֆանտաստիկ ռեալիզմ է։ Այդ բոլոր բաները կան Խեչոյանի մոտ։ Դրա համար եմ ասում, այդ միստիցիզմի էլեմենտը։ Բացարձակ չկա Հրանտի մոտ։ Հրանտը մի միլիմիկրոն միստիկա չի թույլ տալիս։ Եվ դրա համար բոլորովին ուրիշ է իր մոտ, եւ ուրեմն չկա նաեւ Շեկոյանի մոտ։ Շեկոյանի մոտ էլ չկա։ Դրա համար ինքը կարող է խաղեր տալ այդ լատինամերիկյան գրականության հետ, բայց իրականում լատինամերիկյան գրականություն այնտեղ չկա։ Հրանտի մոտ ուրիշ բան կա, Հրանտի մոտ կա ազդեցություն ֆոլկներից։ Ֆոլկներից հաստատ կա։ Ինքը ասում է չկա։ Չէ, ես ուշ եմ կարդացել, այդպես բան չունեմ, բայց նայում ես, տեսնում ես, որ կա։ Նույնիսկ այնտեղ մի հետաքրքիր էպիզոդ վերցնենք, ուրեմն տղան էր պատմում Դավիթ Մաթեոսյան, ասում է, հա, այստեղ մի շատ կարևոր բան է արել Հրանտը, ասում է հայրս ասում էր, որ Տաշկենտում ես առաջին անգամ գրել եմ առանց որևէ ինքնացենզուրայի, ինքնագրաքննության, նաև ընթերցողի նկատմամբ։ Այսինքն, եթե գրողը գրում է մտածելով ինքն իրեն բանը վերահսկելով, չէ, ղեկավարությունը ինչ կասի, կտպեն, չեն տպի, փող, սա առաջին անգամ ասում է, հերնանիցած թե կարդացողն ինչ կասի։ Ես գրում եմ ինչ որ ճիշտ եմ համարում, եթե չեք ուզում կարդակ, ջանդամ կարդակ։ Այսինքն լրիվ ազատում է իրեն բոլոր այդ բաներից, պահոստներից, բայց այստեղ ահա միակ բան ասում է, որ իրեն թույլ է տվել, հետո վերջում ասել են հոգուտ մատաղն է տեքստից գրել, չենք էլ հասկանում ով է խոսում։ Եվ երբ որ նա գրում է ասած, փակագծերում ավելացնում է, ասենք ասած, մեկ է փակագծերում գրում է ջանդար։ Ասենք փակագծերում գրում է, ուրեմն սիրուն թևիկը։ Այսինքն ոնց որ փակագծերում ասում է, «Էդ եք ուզում որ հասկանաք, այսքան գրեցի, այսքանը հասկացեք, ձեզ հերիք է»։ Բայց ես նայեցի, այդ փակագծերը ֆոլկները արդեն կիրառում է։ Օրինակի համար, ասենք բանում, այդ ասա որ մեկն է ոչ թե բանն է, ոչ թե այդ շարաչ-մարաչն է, Աբիսողում ինքը հստակ կիրառում է, ասինքն փակագծերը մանունները գրում է։
Ազդեցություններ կան, բայց հենց այդ է բանը, որ Ֆոլկների ազդեցությունը հրանտի համար կարող է լինել, որովհետև Ֆոլկներն էլ միստիկ չի։ Իսկ Մարկեսը պետք է չլներ ու չկա։ Երևի Մամ փորձենք եւի փակենք։ Ոնց կասեք։ ոդիսականը ամփոփենք։ Շարունակեն տորտը։ Շարունակենք տորթը։ Այո, Գնանք եթե չունենք, շնորհակալություն հետևից։ մեզ դիմանալու համար, ձեր շաբաթը ծաղկելու համար։ Ապրել, ապրել, այնպես Դու ապրել։ զգում ես քո Ոչ շուտ ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։